Ադրբեջանը հերթական սադրանքն է նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում։ Նախ ԵԱՀԿ առաքելությանը թույլ չի տվել դիտարկում իրականացնել իր առաջնային դիրքերում, ինչից հետո երեկոյան ժամը 17-ից սկսած շուրջ 2 ժամ ադրբեջանական բնակավայրերի մերձակայքում տեղակայված կրակային հենագետերից արգակոծել է Պաշտպանության բանակի մարտական դիրքերը, հրանոթներից բացի օգտագործելով տարբեր տրամաչափի ականանետեր։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սադրանքները շարունակվելու դեպքում Պաշտպանության բանակն իրեն իրավունք է վերապահում դիմելու ոչ համարժեք քայլերի։ Գագիկ Ծառուկյանի նախընտրական ծրագրերը կարծես փոխվում են։ Նախկինում նա հայտարարել էր, որ Ծառուկյան դաշինքով է գնալու ընտրությունների, սակայն վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս, որ հնարավոր է Ծառուկյանի մասնակցության ձևաչափը փոխվի։ ԲՀԿ-ականներն ասում են, դժվարությամբ կարողացել են համոզել նրան կրկին ստանձնել ԲՀԿ-ի ղեկավարումը, եւ արդեն փետրվարի 10-ին կայանալիք կուսակցության համագումարում այդ հարցը կորոշվի։ Նույն օրը պարզ կդառնա, արդյոք դաշինքով են մասնակցելու ընտրություններին, թե ոչ եւ ովքեր են լինելու դաշինքում։ Ընդամենը օրեր առաջ Ծառուկյանի հետ բանակցող ՍԴՀԿ-ն, ՀՌԱԿ-ը եւ ՀՀՇ-ն պնդում որ արդեն կա ընտրություններին Ծառուկյանի հետ մասնակցելու համաձայնություն, սակայն նախորդին հայտնի դարձավ, որ ՀՌԱԿ-ի հետ համագործակցություն չի լինելու։ ՍԴԿ-ի հետ բանակցությունները դեռևս շարունակվում են։ Որոշ տեղեկությունների համաձայն այս օրերին անորոշության մեջ են Ծառուկյանին միանալու պատրաստակամություն հայտնած բոլոր գործիչներ ու քաղաքական ուժերը։ Հնարավոր է Ծառուկյանը փոշմանի ու դաշինքը այդպես էլ չկայանա, ԲՀԿ-ն էլ միայնակ մասնակցի ընտրություններին։ Տարաձայնություններ կան նաև Օսկանյան-Օհանյան դաշինքում, ասում են անհամաձայնությունը ցուցակի անցողիկ տեղերի շուրջ է։ Դաշինքին միացած Պարուր Հայրիկյանը պարակտման վտանգ է տեսնում, նա չի բացառել, որ եթե այսպես շարունակվի, ԱԻՄ-ը դուրս կգա դաշինքից։ Գզվրտոց է սկսված տեղերի համար։ Այդ գզվրտոցին ԱԻՄ-ը չի մասնակցի, ես համաձայն եմ լինել 10-րդ տեղում, առանց ինձ շարունակեք, հեշտացնում եմ գործը։ Եթե Ծառուկյանի դեպքում գոնե համագումարի օրը նշանակված է, Օսկանյան-Օհանյան դաշինքի դեպքում այդ հեռանկարն էլ չկա։ Իսկ Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, ընտրությունների նախաշեմին մարզպետերն անցել են սպառնալիքների իրենց հոգեհարազատ ժանրին, տեղեկացրել է, որ մի մարզպետ սպառնացել է ԲՀԿ-ական գյուղապետերին, բայց հրաժարվել է անուն տալ։ Փոխարենը պատասխան սպառնալիք է հնչեցրել. «Մարոզներով մի խոսեք, շատ արագ մարոզի տակ կմնաք»։ Մարոզի լավագույն մասնագետը մեր երկրում հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանն է, որի մոտ մարոզ անող այդ մարզպետը կարող է հաստիկային գործի անցնել ու կախված աշխատավարձի չափից որոշեն մարոզ է անում, ցունամի, թե ընդամենը քամի է տատանում։ Հարկերը չվճարելու համար նախատեսվող պատիժը կմեղմացվի։ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների օրինագիծը։ Այսուհետ ճաղերի հետևում կհայտնվեն առանձնապես խոշոր չափերով ավելի քան 2 միլիոն դրամի չափով հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու համար, բայց չարամտության ձևակերպումը սահմանված չէ, այն թողել են հարկային տեսուչների եւ քննիչների հայեցողությանը։ Պատգամավորներին նաեւ այլ օրենսդրական նախագծեր են ներկայացվել։ Փոփոխություններ են արվում ներդրումային ֆոնդերի մասին, բնակարանային հիփոթեկային կրեդիտավորման մասին, կൂട്ടակային կենսաթոշակների մասին եւ մի շարք այլ օրենքներում։ Վերջին օրինագծի քննարկումը Միքայել Մելքումյանի եւ Հակոբ Հակոբյանի միջև վիճաբանության առիթ է դարձել։ Մելքումյանին հետաքրքրում էր, արդյոք այս տարվա հուլիսի 1-ից մասնավոր հատվածը սկսելու է պարտադիր կൂട്ടակային վճարումներ անել։ Հակոբյանի երկար պատասխանը զայրացրել է գործընկերոջը։ Մելքումյանը հստակ պատասխան է պահանջել, կոչ անելով զերծ մնալ կուրծք ծեծելով բոցաշունչ ելույթներից։ Պարոն Հակոբյան, դուք ստեղ հայրենասիրական բոցաշունչ կոչեր եք անում։ Ես կոնկրետ ասում եմ պատասխանեք։ 2 միլիարդ է 26-ը դարել է 28։ Մասնավորը մտնելու է դրա մեջ թե չէ։ Ասում եմ հա թե չէ։ Ինչ եք բոցաշունչ ելույթների անում կուրծք ծեծելով։ Պարոն Մելքումյան, կուրծք ծեծողը ես չեմ հստակ։ Դա բոլորը տեսնում են, առաջինը։ Երկրորդը, ես ձեր հարցին պատասխանեցի, հիմա շատ բարձ կպատասխանեմ, որ դուք հասկանաք։ Գագիկ Մելիքյանի ելույթի ժամանակ էլ ազգային ժողովի լույսերն անջատվել են։ Շարմազանովն արագորեն արձագանքել է։ Հրանտ Բաքրատյանն այնպիսի հարցեր է տալիս, որ սաղ ֆազերը գցում են։ Սակայն ես ասացի, որ այդ ուղղությամբ Ինչ արեք։ Աշխատում է միկրոֆոն։ Հա, դե խոսում։ Լավ։ Այդ ուղղությամբ բավական։ Եղեցի լույս, պարոն Մելիքյան, տեսա՞ր, լույս է։ Եղեցի լույս։ Համեցեք։ Պարոն Բաղարյան, ես հարցեր ես տալի, պլյուս մինուս սաղ ֆազերը գցում է, թողեք ես մարդը հանգիստ պատասխանի։ Սպիտակ բիզնեսը պետք է իրեն լավ զգա Հայաստանում, իսկ սևի հանդեպ պետք է անողոք լինել։ Վարչապետ Կարեն Կարապետյանն այսպիսի խնդիր է դրել Պետեկամուտների կոմիտեի առջև։ Պետական կառավարման մարմինների հաշվետվությունների քննարկման ժամանակ վարչապետն ասել է, երկրում բիզնես միջավայրի բարելավման գլխավոր պատասխանատուն Պետեկամուտների կոմիտեն է։ Ով որ մեր խաղի կանոնները չի ընդունում, ինքը անընդհատ ձեր շունչը պետք է զգա։
Բենզինի գինը թանկացել է եւ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել պատճառները։ Անցյալ տարեվերջին բենզինի գինը սկսել էր նվազել, հասնելով 330 դրամի։ Այս տարվա հունվարի վերջից սակայն վառելիքի գինը նորից սկսել է թանկանալ։ Նախ 10 դրամով, իսկ հետո եւս 20 դրամով։ Թանկացումների արդյունքում հիմա բենզինի գինը 370-ից 400 դրամի սահմաններում է։ Հանձնաժողովը թանկացման պատճառների մասին խոշոր ներգրողներից եւ պատկան մարմիններից տեղեկություններ եւ հիմնավորումներ է պահանջել։ Ուսումնասիրության ավարտին էլ կներկայացվի շուկայում տիրող իրավիճակի գնահատականը։ Հզոր պայթյուն Վայոց ձորում պայթյունը որոտացել է Վայք-Մեղրի ավտոճանապարհին տեղակայված գազալցակայանում։ Արդյունքում տեղի է ունեցել փլուզում, մի քանի բալոններ այս ու այն կողմ են շպրտվել։ Զոհեր եւ վիրավորներ բարեբախտաբար չկան։ Նախնական վարկածով պայթյունն առաջացել է կոմպրեսորների հատվածում։ Դոլարի փոխարժեքը կայուն է, իսկ եվրոն եւ ռուբլին էժանացել են։ Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 486 դրամ, եվրոինը 518, ռուբլունը 8 դրամ 18 լումա, ֆունտինը 601 դրամ։ Ցուրտը կարծես աստիճանաբար ուզում է նահանջել։ Փետրվարի 8-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում։